Կարսի ու Մոսկվայի պայմանագիրը ինչի մասին է, ես հարցազրույցի սկզբից ասացի։ Դե հիմա իրենց արտգործ նախարարներն ասում են հիմա ժամանակներն այնպեսին չի, որ մենք անդրադառնանք այդ պայմանագրին։ Դա իրենց հիմար կարծիքն է։ Ուզես թե չուզես ֆիզիկապես մենք հարևան ենք։ Այսինքն ձեր իշխանության դեպքում ճիշտ եմ հասկանում, մենք տարածքային պահանջներ ենք ներկայացնելու Ադրբեջանին, Թուրքիային։ Սկզբի համար հա։ Ադրբեջանին ու Թուրքիային։ Իսկ ինչու Վրաստանից էլ չուզել։ Սկզբի համար Ադրբեջանին ու Թուրքիային։ Եվ մենք կարողանալու ենք 10 միլիոն են կողմից, 80 միլիոնից ավել են կողմից դիմակայել այս 3 միլիոն։ Նարեկ ջան, քանակը ընդհանրապես կապ չունի։ Պատմական մեզ վառ օրինակներ կան, նույն մեր Գարեգին Նժդեհը, նույն 300 սպարտանցիները, նույն մեր 44 օրյա պատերազմը։ Այդ հիմա ասում են 5-6-րդ սերնդի պատերազմ է Գարեգին Նժդեհի ժամանակ։ Նարեկ ջան, այդ ժամանակ միշտ, չնայած միշտ կարևոր չի կռվի ժամանակ ինչքան զինվոր ունես։ Կարևորը ամեն զինվորիդ մեջ ինչքան է այդ կռիվը։ Հասկանում եք։ Թողնի 3 հոգի իրանց մեջ լինի ավելի շատ կռիվ, քան այդ կռվի ժամանակ թշնամին ունենա ավելի շատ զինվոր։ Մենք կհաղթենք։